ճիշտ ուղղությամբ գնալ, ընտրել հենց Կյոկուշին կարատեն։ Կար երկաթյա վարակույր, մարդիկ այդ ռիսկին դաշկելված տարիներին գնում էին։ Նման մեծ միջոցառում նախատեսվում է Գյումրիում։ Մեր ճանաչելիությունը ես համոզված եմ ավելի կբարձրանա։ Ընդամենը մարդ ծեծելու կամ մարդ վախեցնելու գործիք է։ Ես ընդհանրապես գաղափար անգամ չունեմ Չկոդրվել, չպարդվել։ Այս տաղավարում մենք հաճախ ենք խոսում կրթության մեջ ճիշտ տարբերակները գտնելու մասին։ Բայց այսօր մեր թեման դուրս է դասագրքային պնդումներից։ Մենք խոսելու ենք մի ուղու մասին, որը բացարձակ ճշմարտությունն է։ Կյոկուշին հենց այսպես է թարգմանվում, բայց արդյոք հնարավոր է հասնել բացարձակ ճշմարտության։ Որպես մարդ, ով անընդհատ փորձում է գտնել բոլոր հարցերի պատասխանները եւ հասնել ճշմարտության, Արման, այս հարցը հենց քեզ եմ ուղղում։ Արդյոք հնարավոր է հասնել բացարձակ ճշմարտության։ Հենց այս հարցին կփորձենք պատասխանել կրթությունն այսօր ոդքասթի շրջանակներում։ Մեր հյուրն է Կյոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շիհան Կարեն Մանուկյանը։ Շիհան, նախ մեր զրույցը ուզում եմ սկսել մի փոքր պատմական էքսկուրսով։ Կյոկուշին կարատեն Հայաստանում իր արմատները սկսում է դեռևս սովետական ժամանակից ու ուզում եմ մի փոքր պատմեք, թե այն ժամանակ, երբ կար երկաթյա վարակույր, ինչպես էր հնարավոր կազմակերպել պարապմունքները, հատկապես եթե ես չեմ սխալվում, օրենքով ինքը արգելված գործունեություն էր։ Մի փոքր կպատմեք, ինչպես է հաջողվել այդ ծանր կարգերի, ծանր բարգերի միջով անցնել եւ կարողանալ պահել կարատեն եւ զարգացնել Հայաստանում։ Նախ ողջունում եմ մեր հանդիսատեսին եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ հրավերքի համար եւ այս հետաքրքրող հարցերի բարձրացման համար։ Անդրադառնամ ձեր հարցին։ Նախ պատմական էքսկուրսը ավելի օբյեկտիվ ներկայացնելու համար ասեմ, որ նախ սովետական միության տարիներին նախքան արգելվելը կարատեն թույլատրված է եղել։ Մի քանի տարի թույլատրված է եղել եւ պետական մագարտակով տարածվելու զարգանալուց հետո նոր արգելվել է։ Այդ ընթացքում բավականին քանակությամբ եւ մասնագետներ են պատրաստվել մարզչական աշխատանք կատարելու եւ արդեն սպորտային առաջնություններ են կազմակերպվել, տեղ ունեցել, եթե չեմ սխալվում, 3 սովետական միության առաջնություններ, այդ թույլատրված նոր սպորտաձևի, որից հետո արգելվել է։ Արգելվել է եւ այդ արգելքը ոչ թե ուղղակի որոշումով արգելված եղել, այլ քրեական պատասխանատվության սպառնալիքի տակ է արգելված եղել։ Ու հիմնականում այդ արգելված տարիներին կարատեոս շարունակել են զբաղվել այն անհատները, որոնք թույլատրված ժամանակաշրջանում զբաղվել են։ Այդ արգելված տարիների մասին իսեր ճշմարտությամբ պետք է ասեմ, որ ճիշտ է արգելված է եղել որպես սպորտ չի դասավանդվել սպորտ դպրոցներում եւ սպորտային կազմակերպություններում, բայց այդ արգելանքը գործել է, այսպես ասեմ, սովետական միության տարիներին ընդամենը 3 կարատեի վարպետ է ամբողջ սովետական միության տարածքում դատապարտվել կարատեն ուսուցանելու բանով, որոնցից ընդամենը մեկն է այդ հոդվածով դատապարտվել։ Մյուսները դատապարտվել են, բայց այլ հոդվածներով, այլ հանցակազմի արկայության պարագայով, բայց պարզ է եղել, որ նպատակը ինչն է եղել։ Դժվարությունները հանդիսացել են հիմնականում այդ պայմանները, որ չի եղել թույլատրություն, եղել է արգելված, շատերը չեն ուզեցել արգելված բանով զբաղվել, որովհետև շատերը չեն ցանկացել պետությանը դեմ գնալ, բայց այդ ընթացքում նաև կար էնտուզիաստների կամ կարատեի նվիրյալների սեգմենտ, որը շարունակում էր պարապելը եւ արդեն պարապում էին ոչ թե որպես սպորտաձև, այլ որպես համակարգ,
հավանխմբում էին գաղափարի շուրջ, ցանկանում էին դառնալ ուժեղ մարդիկ, հիմնականում իրավիճակը այդպիսին էր։ Պարոն Մանուկյան, իսկ ինձ որպես կրթության փորձագետ հետաքրքիր է անկախ այդ արգելքներին, այնուամենայնիվ երիտասարդների շրջանում ձգտումը շատ էր զբաղվել կարատեով։ Ինչն էր հիմնական գաղտնիքը։ Հենց այն հանգամանքը, որ արգելված էր, թե կարատեն իր կարգապահությամբ եւ այս փիլիսոփայությունն էր, որը ստիպում էր երիտասարդներին գնալ կարատեի եւ պարապմունքները չդադարեցնել։ Ցանկացած սպորտացիվ իրանից ներկայացնում է իր ուրույն գաղափարախոսությունը, բայց արևելյան մարտական արվեստների ընտանիքում գաղափարախոսության հենքը ավելի քան շատ է։ Երևի այդ էր պատճառը, որ մարդիկ այդ ռիսկին արգելված տարիներին գնում էին ոչ որպես սպորտ է, ես նշեցի, որտեղ սպորտային ձեռքբերում կամ սպորտային միջոցառում այդ ժամանակաշրջանում չկար ու հնարավոր էր չէ, բացառված էր, բայց մարդիկ մարզվում էին կարատեով, գալիս էին դեպի կարատեն ու գալիս էին դեպի կարգապահություն, գալիս էին բնավորությունը ուժեղ բնավորություն կերտելու նպատակով, ոչ թե միայն ֆիզիկական կամ մարզական որակներ ձեռք բերելու համար։ Եվ գաղափարախոսությունը մեծ դեր էր տանում այդտեղ, որովհետև շատերը իհարկե կար մարդիկ, որոնց հետաքրքրում էր արևելյան էկզոտիկան, խորհրդավորությունը, կային մարդիկ նաև, որոնք զուտ արգելված պտուղի սինդրոմներ գործում, բայց մեծամասնությունը, ովքեր գալիս էին ու մնում էին ու շարունակեցին ու մինչև այսօր էլ շարունակում են, այդ մարդկանց ավելի շատ ձգում էր ուժեղ դառնալու գաղափարախոսությունը, որը առկա է կարատեում։ Շիհան, որպեսզի մեր հետևորդների համար մի փոքր պարզ լինի, տեսեք, ես շատ կարծիքներ եմ լսել կարատեի ու մարտարվեստների հետ կապված, մարդիկ շատ են նույնականացնում եւ ամեն ինչ նույնականացնում են այսպես մի կարատե անվան տակ։ Մարդիկ չեն զանազանում դիցուկ չիուջիցոն եւ օրինակ գյոկուշինը սովորական դիտողի համար կամ այն մարդը, որ այս ոլորտին ծանոթ չէ, իր համար նույնն է։ Ինչպես կարողանան մարդիկ տարբերել եւ ամենակարևորը ինչի է գյոկուշինը համարվում հարվածային մարտարվեստների մեջ այսպես ասած ուժեղը եւ ամենաազդեցիկը, որովհետեւ նորից պատմությանը անդրադառնանք, երբ որ գյոկուշինը նոր հիմնադրվում, ինքը նույնիսկ իր երկրում հիմնադրման Ճապոնիայում որոշ շրջան արգելքի մեջ էր, որովհետև այնտեղ մարտարվեստները ժամանակի հրամանականով հետին պլան էին մտել մարտական մասը մարտարվեստների եւ այսպես ասած կոնտակտային մարտեր չկար, հիմնականում իրանք կրում էին ձևական բնույթի եւ ցուցադրական բնույթի, ինչպես տարբերել եւ հենց ինչով է գյոկուշինը առանձնանում։ Արևելյան մարտարվեստներին ոչ ծանոթ անհատի համար ես հասկանում եմ, որ պատկերը ընդհանրական է, դա ուշու է, տայքվանդո է, ջիu-ջիտսու է, կարատե, թե այլ համակարգ է, բայց ճիշտ է շատ ծանոթ անհատների համար տարբերությունը ակնհայտ է։ Ես ասեմ, արդեն մասնագիտական առումով թե տարբերությունները հիմնականում տեսանելի է այն մարտարվեստներում արևելյան, որոնք դեպի սպորտ մեծ տարածում են գտել։ Այնտեղ հիմնականում մրցունային կանոնակարգն է տարբերությունը, եւ որը հստակ տեսանելի է։ Մինչև գյոկուշինի ստեղծումը կարատե համակարգը Ճապոնիայում զարգացել է ոչ կոնտակտային մենամարտերի տեսքով, այսինքն դուք օգտագործեցիք ձևական տերմինը, ես փորձեմ ոչ թե ուղղել, այլ մի քիչ ավելի ճշգրտել, դա շատ պայմանական մենամարտերի մասին է խոսքը, որը այդ պայմանական մենամարտերի կանոնակարգը ստեղծվել է
վնասվածքների մինիմումի հասցնելու համար, վնասվածքները բացառելու համար։ Գյուղշինկայի ստեղծումով գյուղշինկայի հիմնադիրը Մասուտատ Զոյաման որտեղ գրեց նոր ուղղություն, մինչև այդ գոյություն չունեցող ուղղություն, կոնտակտային մենամարտերը, որոնց արդյունքում ոչ թե դադավարական գնահատականների արդյունքում էր որոշում հաղթողը, այլ ռեալ նոկաուտի կամ նոկդաունի արդյունքում էր որոշում։ Այդ ընթացքում իհարկե Գյուղշինկայի եւ մյուս դպրոցների միջև եղել է գաղափարական թյուրընկալման կարծիք, որովհետեւ ծայրահեղ հակառակ բևեռներում է մոտեցել կարատեի որպես սպորտ տարածման առումով։ Բայց հետագայում Գյուղշինը եղել է պիոները կոնտակտային մենամարտերի։ Հետագայում Գյուղշինից ճյուղավորված մյուս դպրոցները եւս այդ կանոնակարգերը ընդունել են, թեպետ նորից ոչ համընկնող Գյուղշինին, դրանով էլ առանձնանում են։ Այդտեղ ես համաձայն եմ ձեզ հետ, որ շատ ուղղություններ կան, այսօրվա դրությամբ նաև Գյուղշին բարի նմանակամբ տարբեր ֆեդերացիաներ, տարբեր դպրոցներ կան, որոնց մենամարտերը խիստ մասնագիտական աչքով կարելի է կամ դատավարական կանոնների իմացությամբ կարելի է տարբերել, թե որը որ դպրոցն է։ Սա այն է, ինչ որ կա, սա իրականությունն է, սա այն է, ինչ որ աշխարհում Պարոն տիրում է։ Մանուկյան, իսկ որ ստանդարտներն են, որոնք հենց օգնում են տարբերել Կյոկուշին կարատեն, կան ինչ-որ դիսցիպլիններ կամ կարգուկանոն, որը հասարակ մարդիկ կարող են հենց տարբերել ու ճիշտ ուղղությամբ գնալ, ընտրել հենց Կյոկուշին կարատեն։ Տեսեք, ճիշտ ընտրության հետ ես իմ սուբյեկտիվ կարծիքը ասեմ, ես այդքան էլ համաձայն չեմ, որովհետև բոլոր այն համակարգերը, որոնք կան եւ ստեղծվել են եւ գոյություն ունեն եւ գոյատևել են այս տասնամյակների ընթացքում, ուրեմն իրանք ունեն իրենց կյանքը շարունակելու իրավունք, այսինքն ունեն իրենց հետևորդները։ Այստեղ ոչ թե հարցը պետք է մենք դիտարկենք ճիշտ ու սխալի, այլ տարբերության, տարբեր մարդիկ տարբեր ընտրություն կկատարեն ըստ իրենց նախասիրությունների, ըստ իրենց ֆիզիոլոգիական կամ հոգեբանական կերտվածքների։ Գյուղշինի տեսանելի տարբերությունը դա մրցումնային միջոցառումների ժամանակ կոնկրետ Գյուղշինի մրցումնային դատավարական կարգն է եւ հաղթողին որոշելու արժե համակարգն է, որը արդեն կոնկրետ իմացություն է պետք տարբերելու համար, դա տեսանելի է, ասեմ ձեզ, դա այդքան բարդ չէ, հստակ տեսանելի է։ Շիհան, վերադառնալով մեր օրեր, ինչ վիճակում է ներկայիս կարատեն Հայաստանում, մասնավորապես Կյոկուշին կարատեն Հայաստանում, քանի որ հարգելի հետևորդներ, ես ինքս երկար տարիներ զբաղվել եմ Կյոկուշինկայի կարատեով եւ շատ ջերմ հիշողություններ ունեմ եւ կարող եմ փաստել, որ իմ կյանքում անչնջելի լավ հետք է թողել կարատեն, բայց երբ որ այսպես դիտարկում եմ անում, առանձնապես մեծ մասսայականություն հիմա առհասարակ բոլոր արևելյան մարտարբեսները չեն վայելում պատանիների մոտ, երեխաների մոտ եւ այն խանդավառությունը, որը կար 90-ականների կեսերից մինչև 2000-ականների սկզբերը, այն ժամանակ, երբ որ ես եմ զբաղվել, այդ խանդավառությունը կարծես թե չկա։ Ինչ կա այսօր ընդհանրապես հայկական իրականության մեջ կապված կարատեի, մասնավորապես Կյոկուշինկայի կարատեի հետ։ Նախ 90-ական թվականներին, երբ դուք եք զբաղվել, այդ խանդավառությունը կապված էր նորության հետ, այսինքն հիմա արդեն հետ հայացք դիտելով կարելի է դա գնահատել, թե ինչն էր պատճառը։ Ցանկացած նորություն միշտ ունենում է բուռն հետևորդներ, երևի թե այդ է եղել պատճառը։ Հիմա այս պայթերությամբ ես կարող եմ ասել, որ ստաբիլ կանոնակարգված զարգացման ճանապարհով է ընթանում, որպես ֆեդերացիայի ղեկավար, որպես մասնաճյուղի ղեկավար, իհարկե ես կցանկանայի, որ ավելի մեծ տարածում ունենար, ավելի շատ հետևորդներ ունենար, բայց իրականությունը այս է,
տվյալ բային ես նաև շատ քաջատեղյակ չլինելով այլ կազմակերպությունների, կարծում եմ, որ գրեթե նույն վիճակն է 90-ական թվականների համեմատ, որովհետև այդ կարելի ասել բումի ժամանակաշրջանը անցել է եւ հիմա ավելի կոնկրետ ստաբիլ զարգացում է ընթանում։ Այս բայի դրությամբ կարող եմ ուրախությամբ ինչ որտեղ նաև հբարդությամբ նշել, որ արդեն տասնամյակից ավել է, որ պարբերաբար անցկացվում են մարզային առաջնություններ, հանրապետական առաջնություններ, մեր մարզիկները մասնակցում են միջազգային մրցաշարերի, այդ թվում Եվրոպայի առաջնությունների, աշխարհի առաջնությունների, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի բաց առաջնությունների, նույն բանը մենք կազմակերպում ենք նաև Հայաստանում, պարբերաբար մասնակցում ենք միջազգային ուսումնամարզական հավաքների, պարբերաբար Հայաստանում ենք կազմակերպում ուսումնամարզական հավաքներ եւ հանրապետական նշանակության եւ միջազգային մաղաշտակ օրինակ անցած տարի հոկտեմբեր ամսին մենք կատարեցինք աննախադեպ միջազգային ուսումնամարզական հավաք Երևանում չէ։ Երևանում, որի ներկային գործող աշխարհի 2 չեմպիոնները իրենց վարպետության դասերով մոտ 270-ից ավել մասնակիցներ կային տարբեր երկրներից։ Կարծում եմ, որ բնականon զարգացում է ապրում, բնականon կյանքով է զարգանում այսօր եւ Գյոքշինը Հայաստանում եւ Արևելյան մարզավերցները Հայաստանում։ Պարոն Մանուկյան, իսկ կարող ենք մենք Կյոկուշին կարատեն համարել որպես արտադրոցական կրթության բաղադրիչ։ Իհարկե, անխոս կարող ենք, ասեմ ձեզ ավելին, 2025 թվականին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության նախարարության որոշմամբ նախարարի հրամանով ընդգրկված է Կյոկուշին կարատեն որպես արտադրոցական ուսուցման ձև, իսկ հիմնականում որ տարիքից են երեխաները սկսում հաճախել, մի փոքր այս մասին կուզեի զրուցենք ու նաև ըստ ձեր դիտարկումների ավելի շատ տղաներն են գալիս կարատեի, թե նաև աղջիկներ են մասնակցում։ Երկրորդ հարցից սկսեմ պատասխանելու, որովհետև միշտ մեծ ցանկություն է եղել, բայց միշտ դժվարություն է եղել աղջիկների ավելի շատ ներկայացման հարցում։ Ունենք մարզվող աղջիկներ, ունեցել ենք նախկինում էլ, ունեցել ենք լավագույն արդյունքներով աղջիկներ, հիմա էլ ունենք լավագույն արդյունքներով աղջիկներ, բայց քանակը անկեղծ ասած ինձ գոհացնող չէ։ Իսկ հիմա որոնումների մեջ են պատճառները, որոնք են կարծրատիպային է զուտ, թե աղջիկներն ավելի շատ գնում են բարի, որովհետև մենք տեսնում ենք, որ մեր հայ աղջիկները կանայք զբաղվում են ծանրամարտով, ըմբշամարտի տարբեր ոճերով, բռնցքամարտով, ունենք աղջիկներ զբաղվող Գյումրիից էլ ունեցանք վերջերս միջազգային ասպարեզում հաջողության հասած աղջիկ, չեմ կարծում, որ կարծրատիպային է, ուսումնասիրում ենք այդ խնդիրը, դեռ չգիտենք պատճառն ինչ է։ Իսկ թե որ տարիքային խմբից ասեմ, այստեղ կարևորն է, որ երեխան ինքը ուզենա, ոչ թե ծնողը ուզենա, այլ ինքը ուզենա։ Հասկանում եմ, որ ծնողները ուղղորդող դեր են կատարում անդադ, բայց իմ մարզչական աշխատանքի փորձից ելնելով ես նկատել եմ, որ այն երեխաները, որոնք անկախ տարիքից իրանց բուրըն ցանկության արդյունքում են ծնողները բերում մարզվելու, իրանք լավագույն արդյունքներն են արձանագրում։ Եվ կնշեք այն լավագույն տարիքը, երբ երեխան կարող է արդեն գալ կարատեի։ Ընկալման տեսակետից կարող եմ լավագույն Փիլիսոփայության տեսակետից նշել, դա 10 տարեկանից հետո է, որ պատկերացումը կարատեի ամբողջական համակարգի բացատրությունը երեխան սկսում է հասկանալ։
բայց ավելի փոքր տարիքում մարզվող երեխաները բնականաբար մարմնակրթական լավագույն որակներ են ձեռք բերում։ Շիհան, մասսայականության հետ կապված ինձ թվում է նաև ժամանակակից պոպ, այսպես ասած, մշակույթը կապ ունի։ Ես մտովի երբ վերադառնում եմ 90-ականներ, երբ որ ես սկսեցի հաճախել, այն ժամանակ շատ արդիական էին հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ կարատեն հենց ինքը ֆիլմը քարոզում էր եւ շատ, այսպես ասած, ֆիլմի լավ տղաները հենց զբաղվում էին մարտարվեստով եւ ինքը դրանով էր մասսայականացվում։ Ինչ է արվում հիմա, որպիսի կարատեն թեկուզ տեղի ուժերով, տեղի տարբեր ուղղություններով կարատեների ինչ որ մասսայականացման, չգիտեմ, միջոցառում արվի, որ դա կլինի բացատրական կամ դպրոցներում աշխատանքներ, որտեվ եթե մենք նայում ենք այդ միջազգային հոսքը կապված կարատեի եւ արևելյան մարտարվեստների հետ, այդ ինֆորմացիոն հոսքը, մեդիա հոսքը հիմա շատ է նվազել։ Առաջ հենց դրանով էր պայմանավորված իմ դիտարկմամբ, որ կարատեն վայելում էր մասսայականություն։ Հիմա դա չկա, բայց տեղը բաց է մնում։ Ինչ են անում միջազգային կազմակերպության ղեկավարները, մասնավորապես Կյոկուշինի ղեկավարները ինչ են անում, որպեսզի նորից այդ մասսայականության ալիքը հաղորդեն, եւ ինչ են անում տեղի կառույցները, եթե ինչ որ բան անում են, ինչ որ համագործակցության եզր կա այլ դպրոցների, այսպես ասած, ներկայացուցիչների հետ կամ այլ ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, որպեսզի մասսայականացվի կարատեն նորից ինքը լինի, այսպես ասած, մարդկանց շուրթերին, որ այ կա կարատե։ Տեսեք, ես նորից պատասխանելով ձեր հարցին, փորձեմ նորից կրկնել 90-ական թվականներին մեր իրականության մեջ արևելյան մարտարվեստների մասսայական, գերմասսայական հետաքրքրությունը պայմանավորված էր իր նորություն լինելով։ Այսօր կարատեն լիարժեք սպորտային կյանքով ապրող համակարգ է դարձել։ Իհարկե մենք փորձում ենք թե տեղական կառույցները, թե միջազգային կառույցները շահագրգռված են մասսայականության եւ հետևորդների քանակի ավելացման առումով, բայց կարծում եմ, որ միջազգային կազմակերպության եւ տեղական կազմակերպությունների սպորտային ակտիվ կյանքով ապրելու արդյունքում օրացույցային գրաֆիկով կատարվող սպորտային միջոցառումների հագեցվածությունը արդեն երևի թե իրական պահանջարկի բավարարման հիմնական գործիքակազմն է Իրանից ներկայացնում։ Դա ուսումնամարզական հավաքներն են, դա միջազգային մրցաշարներն են, առաջնությունները, գավաթի առաջնությունները։ Իսկ ֆիլմերում դերևս ասեմ, որ ժամանակ առ ժամանակ նորից ֆիլմերի գլխավոր հերոսները տիրապետում են դարձյալ որևէ արևելյան մարտական համակարգի։ Պարոն Մանուկյան, նման մեծ միջոցառում նախատեսվում է Գյումրիում հունիսի 12-ից 14-ը Ասիայի առաջնությունը։ Կպատմեք ինչպես ստացվեց, որ այս մասշտաբային միջոցառումը հնարավոր եղավ բերել Հայաստան եւ ինչու ընտրվեց հենց Գյումրին։ Նախ ասեմ, սա մեծ վստահություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որ Ասիայի գավաթի առաջնությունը որոշվել է անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։ Դա մենք նախապատմությունը կարճ պետք է ասեմ, որովհետև մենք ունենալով արդեն բավականին մեծ ճանաչում ու հեղինակություն միջազգային կազմակերպության շարքում հայտ ենք ներկայացրել, որը իր շնորհիվ մեր կազմակերպության ղեկավարությամբ բավարարվել է։ Ինչու Գյումրիում նախախնամություն կա, որովհետև Հայաստանի Հանրապետությունում Կյոկուշինկայի կարատեն սկիզբ է առել Գյումրիից։ Բայց ուրիշ բան ասեմ, սա նաև ես համոզված եմ, որ Գյումրին
ինքը իր էությամբ ես չասեմ, հայտնի է նաև չէ որ Գյումրին սպորտային քաղաք է։ Եթե մենք Հայաստանի Հանրապետության օլիմպիական չեմպիոնների միայն ցանկը նայենք, թե քանիսն են գյումրեցի, դա արդեն պարզ է։ Ես կարծում եմ, որ այստեղ մեր քաղաքում կա մարդկան էներգիա, որը մենք Ասիայի գավաթի առաջնության ժամանակ եւս կփաստենք։ Սա նաև լավ բան է Գյումրիի համար, որովհետև միջազգային կազմակերպության ասիական երկրների անդամ ասիական երկրների ներկայացուցիչները հյուրընկալվելով Գյումրիում կծանոթանան եւ Հայաստանի եւ Գյումրիի ուրույն մշակույթին, կվայելեն հայաստանյան եւ Գյումրվա հյուրընկալությունը եւ մեր ճանաչելիությունը ես համոզված եմ ավելի կբարձրանա մեր հեղինակության հետ միասին։ Շիհան, մի հատ հարց ինձ մոտ ծագեց կապված Ասիայի առաջնության հետ հենց Հայաստանը հիմա որ աշխարհամասին է կսված կոնկրետ Kyokushinkai կարատեում, որտեվ ես գիտեմ, որ մեր մարզիկները նաև մասնակցում են Եվրոպայի առաջնություններին։ Դա կապված է նրա հետ, որ Եվրոպայի առաջնությունը նույնպես բաց ֆորմատի մեջ է, նաև մեր հետևորդներին, որպեսզի ավելի պարզ լինի, խնդրեմ մի փոքր սա մանրամասնեք, ինչ է ինքը իրենից ներկայացնում բաց առաջնություն, որովհետև կարող է թյուրըմբռնում լինի կամ թյուրընկալում ինչ գործ ունեն հայերը Ուկրաինայի, Ռուսաստանի առաջնություններում։ Հենց այդ մի հատ բաց առաջնության բացատրենք մեր հետևորդներին եւ հիմա Հայաստանը եվրոպական կարատեի ընտանիքի մաս է, թե ասիական կարատեի ընտանիքի մաս է։ Այդ ICAO կամ IKO միջազգային Kyokushinkai կարատեի կազմակերպությունը ունի տարածքային բաժանում, այսինքն եվրոպական կամ ասիական կազմակերպություն, ասենք չկա Եվրոպայի ֆեդերացիա կազմակերպության անդամ կամ Ասիայի ֆեդերացիա կազմակերպության անդամ։ Բաց առաջնությունները իհարկե չլինելը դա չի խանգարում, որ տարածաշրջանային միջոցառումներ անցկացվեն համապատասխան ընդունված միջազգային սպորտային ստանդարտների։ Բաց առաջնությունները թե կոնկրետ երկրի թե տարածաշրջանային այն առաջնություններն են, որտեղ լինելով, ասենք, Հայաստանի գավաթի առաջնություն չի սահմանափակվում միայն Հայաստանի մարզիկներով, եթե բաց առաջնությունը, ապա բաց է ցանկացած երկրների Այսինքն դիցու կարող է այնպիսի իրավիճակ լինի, որ Հայաստանի առաջնությունում հաղթի Դանիայի ներկայացուցիչը։ Կոնկրետ Դանիայի չի եղել, բայց մենք ունեցել ենք դեպք, երբ Հայաստանի առաջնության հաղթող դարձել է Ռուսաստանի ներկայացուցիչը։ Երկու անգամ ունեցել ենք այդպիսի դեպք։ Իսկ այս ֆորմատյան, որն հիմա գործում է միջազգային կազմակերպությունում, ինքը ենթադրում է, որ նաև հնարավոր է, եթե օրինակ այս առաջնությունը լավ է ստացվում մեր մոտ, այստեղ կազմակերպվել նաև Եվրոպայի առաջնություն։ Բացառված չէ։ Այսինքն այստեղ Հայաստանի աշխարհագրական դիրքը նաև շահեկան է ինչ-որ միտեղ եւ Եվրոպայի մաս եք մենք եւ Ասիայի մաս։ Ես նշեցի, որ սա Հայաստանի Հանրապետության նկատմամբ մեծ վստահության արդյունք է։ Այստեղ հաշվի են առնվել եւ տարածաշրջանային եւ քաղաքական իրավիճակների հանրակումար։ Շատ լավ։ Քանի որ մի քանի անգամ շեշտվեց մեծ վստահությունը Հայաստանի Ֆեդերացիայի նկատմամբ, ուզում եմ մի փոքր էլ մանրամասնենք որտեղից է գալիս վստահության ակունքները, մեր հետևորդներին հավանաբար շատ հետաքրքիր կլինի, որտեղ Հայաստանը լինելով փոքր երկիր, լինելով բնակչության եւ իր աշխարհագրական չափերով փոքր, կարատեի քարտեզի մեջ, այսպես ասած, բավականին լուրջ եւ առաջատար դիրքերում է։ Ուզում եմ խոսենք մեր ականավոր մարզիկ Արթուր Հովհաննիսյանի մասին, ով լինելով հայ,
եղավ այն եզակի մարզիկներից, եթե չեմ սխալվում, ոչ ճապոնացի երկրորդ մարզիկը, որը կարողացավ ժամանակին հանձնել 100 մեն կոմիտեն 100 մարդու հետ անդադար մենամարտը եւ ինքը հենց ծեր սանն էր։ Այո, իհարկե մեր կազմակերպության վստահության հայկական մասնաճյուղի հայաստանյան մասնաճյուղի վստահության հարցում միջազգային կազմակերպության աչքի առաջ մեծ է անորանալի է Շիհան Արթուր Հովհաննիսյանի դերը 100 մեն կոմիտեի հետ կապված ասեմ որ ոչ ճապոնացի երկրորդը չի եղել, նա էլի ոչ ճապոնացիներ եղել են 100 մեն կոմիտե անձնողներ։ Նախքան Արթուր Հովհաննիսյանը էլի են եղել։ Բայց եթե չեմ սխալվի ինքը 8-րդն էր, չէ՞։ 8-րդը կամ 9-րդն էր։ Իհարկե դա բնավ չի նսեմացնում այդ բանը, որովհետև Կյոկշինկայի պատմության մեջ ընդամենը այս պայթերությամբ բազմաթիվ փորձողներից, հա, դիմորդներից, այսպես ասած, ընդամենը 10-ին է հաջողվել հաջողությամբ հանձնել 100 մեն կոմիտե տեստը։ Բայց մինչև այդ տեստը հանձնելը Արթուր Հովհաննիսյանը արդեն կարատեի Կյոկշինկայի կարատեի աշխարհում հայտնի մարզիկ էր, նվաճելով Ճապոնիայի առաջնության մրցանակակիրի տիտղոսը Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը աշխարհի առաջնության մրցանակակիրի տիտղոսը ներկայումս Արթուր Հովհաննիսյանը հանդիսանում է Կյոկշինկայի միջազգային կազմակերպության առաջատար վարպետներից մեկը եւ բարձր վարկանիշ ունի ամբողջ աշխարհում եւ մենակ հետևելով Կյոկշինկայի միջազգային կազմակերպության պաշտոնական հաղորդագրություններին կարող եք տեսնել թե ինչքան երկրներից վարպետության դասերի հրավերքներ է ստանում նա մասնակցում ոչ ճապոնացի լինելու փաստը 100 մեն կոմիտեի առումով դուք նշեցիք, բայց ասեմ որ նա եզակի ոչ ճապոնացի կարատեի վարպետն է, որ Ճապոնիայում դասավանդում է կարատե, նա առաջատար մարզիչներից մեկն է կենտրոնական դպրոցի։ Անի որպեսզի քեզ համար ավելի պատկերավոր լինի, այսպես հասարակ գյումրեցի տղան իր ցեկտումի, նվիրումի եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ այսօր դասավանդում է մի դիսցիպլին, որը ստեղծվել է հենց այդ երկրում, այսինքն Ճապոնիայում ստեղծված մարտարվեստը հայը գյումրեցին դասավանդում է ճապոնացի երեխաներին։ Պարոն Մանուկյան, ես ուզում եմ նաև հասկանալ, թե որն է այստեղ գաղտնիքը, որովհետև բացի Արթուր Հովհաննիսյանից նաև մեր մյուս մարզիկներն են բավականին լավ դիրքեր զբաղեցնում եւ առաջնություններում, որքանով որ տեղյակ եմ, շատ մարզիկներ ունենք, ովքեր աչքի են ընկնում։ Ինչն է մեզ առանձնացնում, սա գենետիկ թե մեթոդական ինչ-որ առավելություն է։ Դուք ակնհայտ փաստի մասին եք խոսում, որը արկա է ոչ միայն Կյոկշին կարատեում, հայկական դպրոցում, արկա է ամենատարբեր մենապայքարային եւ անհատական սպորտացերերում, սկսած ծանրամարտը, ըմբշամարտը, կարող եմ անվանական նշել մեր եւ հայ աշխարհահռչակ մարզիկներին եւ գյումրեցի աշխարհահռչակ մարզիկներին, որոնք իրենց սպորտացերի մեջ հասել են բարձրագույն աշճաններին։ Գուցե այստեղ ֆենոմենն է արկա, բայց երևի թե այստեղ լուրջ գենետիկ կամ էզոտերիկ ուսումնասիրության կարիք կա, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, բայց ես կարող եմ վստահաբար փաստել, որ այդ երևույթը կա։ Շիհան, վերադառնալով Ասիայի առաջնությանը, ուզում եմ մի փոքր հասկանանք ինչ է իրենից ներկայացնում բովանդակային առումով, որովհետև շատերը պատկերացնում են առաջնություն ինքը
կարող է տևել, չգիտեմ, շաբաթներ, 10 օրեր, բայց շատ սերմ ժամկետում է, ընդամենը 3 օր է այդ միջոցառումը կայանալու։ Ուզում եմ ասեք, ինչքան մասնագիծ կա, ինչ կարգերում է իրականանում, միայն մարտերն են, թե այլ կարգերում է իրականանալու առաջնությունը եւ Հայաստանից ինչքան մասնագիծ է սպասվում։ Ասեմ, որ Ասիայի առաջնությունը, Ասիայի գավաթի առաջնությունը, որ անցկացնելու ենք մենք հունիսի 12-ից 15 ժամանակահատվածում, աննախադեպ միջազգային որակի առաջնություն է Հայաստանի համար, այն անցկացվելու է տարիքային 3 խմբերում եւ 2 դիսցիպլինայով եւ կոմիտե, որ մենամարդ է կոմիտեն եւ կատա դա ֆորմալ վարժությունների համակարգ է, այսինքն 2 մրցաշար է անցկացվում։ Մասնագետների քանակը մոտ 600 մասնագետ է, դա որ 20 երկրների ներկայացուցիչների մեջ։ Մրցաշարին ներկայ լինելու Գյուղշենքայի միջազգային կազմակերպության ղեկավար ամբողջ կազմակերպության ղեկավար Կանչո Շոկեմացուի գլխավորությամբ մրցաշարի անցկացումից հետո անցկացվելու է սեմինար վարպետության դաս անձամբ կազմակերպության ղեկավար ընդհանրապես մարտարվեստների աշխարհում անվիճելի հեղինակություն վայելող Կանչո Շոկեմացուի կողմից եւ իր այցը Գյումրի եւս պայմանավորված է թե մեր կազմակերպության ծննդավայրի հետ եւ թե Արտուր Հովհաննիսյանի ծննդավայրը լինելու հետ։ Պարոն Մանուկյան, շատ ոգեշնչող է այս միջոցառումը եւ քանի որ ես ընդհանրապես գաղափար անգամ չունեմ սպորտաձևի մասին, ինձ մի հարց է հետաքրքրում. արդյոք հասարակ մարդիկ հնարավորություն կունենան գալ, ներկա լինել եւ անձամբ զգալ այս սպորտաձևի ողջ գաղափարախոսությունը։ Իհարկե մրցաշարը ազատ է հանդիսատեսների համար, սակայն ասեմ, որ մի մրցաշար նայելով այդ ամբողջ համակարգը զգալու պատկերացնելը դժվար է, ես չեմ պատկերացնում իմ մրցաշարը նայել, սակայն հասկանալի, որ շատերը չեն կարողանա ներկա գտնվել ու նայել, այդ իսկ պատճառով մենք կփորձենք on-line հեռարձակում կազմակերպել, որի արդյունքում ավելի շատ ցանկություն ունեցողներ կկարողանան դիտել մրցաշարը։ Շիհան, դատելով միջոցառման մասշտաբներից ինքը բավականին մեծ հոսք նաև կապահովի բացի մասնակիցներից, ուզում եմ հասկանալ տվյալ պարագայում պետական մարմինները որևէ կերպ ներգրաված են եղել այս կազմակերպչական ընթացքի մեջ եւ արդյոք որպեսզի մեր հետևորդների համար էլ պարզ լինի նույնական է մոտեցումը օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձևերի հարցում։ Ակնհայտորեն օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձևերի նկատմամբ նույն մոտեցումը չկա պետության կողմից, դա ակնհայտ է եւ օրինաչափ է ինչ որտեղ։ Կոնկրետ այս միջոցառումը դուք ճիշտ նշեցիք, որ մեծ մասշտաբի միջոցառում է, որովհետև այդ օրերի ընթացքում մենք ակնկալում ենք մինիմում 700 հոգու այցելություն Գյումրի քաղաքում եւ դա պարզից էլ պարզ է, որ դա լուրջ շրջանառություն հոսք է, շրջանառու հոսք է բոլոր առումներով, թե մարդկային, թե ֆինանսական, թե տարբեր առումներով Գյումրի քաղաքի համար կան անհատ մարդիկ, որոնք իրենց հնարավորությունների սահմանում աջակցություն են ցուցաբերում իրենց զբաղվածության կամ իրենց ոլորտային հնարավորությունների առումով, որևէ պետական կառույցի կողմից մենք աջակցություն չունենք, հիմնականում պատկերացնելով այս միջոցառման ծավալը կարող եք նաև հարցի մեջ հարց առաջանացել, մոտեպա ոնց եք իրականացնում։ Այո, հաջորդ հարցը հենց դրա մասին էր։ Կազմակերպչական հարցը
կազմակերպչական հարցում մեզ մեծ աջակցություն է ցույց տալիս միջազգային կազմակերպությունը, կազմակերպչական առումով մնացած բոլոր հարցերը մեր ֆեդերացիան, ծեր խոնարհծառան իրականացնում է իր ուժերով։ Իսկ համապատասխան դիմում ընդհանցակարգ որևէ կա, որ աջակցի պետությունը, որովհետև տեսեք դիցուք նախարարությունը ինքը կարող է տեղյակ չլինել, որ նման միջոցառում պետք է լինի, թե իրենք տեղյակ են, այստեղ դուք շեշտեցիք միջազգային կառույցի ներգրավվածությունը, միջազգային կառույցից ինչ որ նամակ, դիմում չի եղել Հայաստանի պատասխանատու գերատեսչությանը, որ այս ժամանակահատվածում միջազգային մասշտաբի միջոցառում է կազմակերպում, որովհետև ինքը նաև մարտական մաս ունի եւ այնտեղ շտաբ օգնություն պետք է ներկա լինի, մասսայական միջոցառում է, ըստ բոլոր նորմերին պետք է բոլոր կառույցները ներկա լինեն։ Այդ ամենի կազմակերպչական ցիկլի մեջ ինչու ներգրաված չի նախարարությունը, ընդհանցակարգեր չկան, թե դիմել եք մերժել են ձեզ։ Չէ, չենք դիմել, մերժում էլ չենք ստացել, կարծում եմ դիմելու կարիքը չի առաջացել, որովհետև միջազգային մրցաշարերը կազմակերպելու համար կա կանոնակարգ իր նորմատիվներով։ Այդ նորմատիվների կատարման իրականացման ընթացքում մենք չենք բախվել այնպիսի անլուծելի խնդրի, որի համար դիմենք որևէ պետական կառույցի։ Այդ է պատճառը, որ չի առաջացել դիմումը, բայց նորմատիվ պահանջները բոլորը կատարված են ու անպայման կկատարվեն, դες հավաստում եմ։ Ես իհարկե որ ինքնաբավ չհնչի խոսքս այնպես չէ, որ կարիքը չունենք որևէ աջակցության, կարիքը չկար օգնության, բայց կարողացել ենք կազմակերպել ու հույս ունեմ, որ այդ օրերին ներկաները կգնահատեն մեր կատարած աշխատանքը։ Փաստացի պարոն Մանուկյան, ստացվում է, որ ոչ օլիմպիական մարզաձևերը օլիմպիական մարզաձևերի հանդեպ ունեն ոչ հավասար պայմաններ, եւ ինչն է խանգարում, որպեսզի Կյոկուշին կարատեն դառնա օլիմպիական մարզաձև։ Որ ոչ օլիմպիական մարզաձևերը եւ օլիմպիական մարզաձևերը անհավասար պայմաններում են, դա ակնհայտ է եւ կրկնեմ, դա նաեւ օրինաչափ է, որովհետեւ ոչ օլիմպիական մարզաձևերը դրանք հասարակական կազմակերպությունների կարգավիճակում են գտնվում։ Ու դա միայն հայաստանյան խնդիր չէ, ու միայն Կյոկուշինկայի խնդիրը չէ։ Ինչ մնում է Կյոկուշինկայի օլիմպիական ծև դառնալուն, այդ հարցը 70-ական թվականներից պարբերաբար տարբեր առիթներով, տարբեր մակարդակներում քննարկվել է, բայց ամենամոտ պահը, որ եղել է, որ Կյոկուշինկայի կարատեն դառնա օլիմպիական ծև, դա եղել է անցած օլիմպիադայի Տոկիոյի օլիմպիական ժամանակ, Տոկիոյի օլիմպիադայի ժամանակ եւ Տոկիոյի օլիմպիադայից առաջ աշխարհում կա այսօր VKF կազմակերպությունը, կարատեի խոշորագույն կազմակերպությունը, որը իր մեջ ընդգրկում է ոչ կոնտակտային ոճերը եւ Կյոկուշինկայ կարատե իկաուն։ Երկու կազմակերպություններն էլ համապատասխան աշխատանք կատարում էին օլիմպիական կոմիտեի հետ։ Եվ այդ պահ եղավ Տոկիոյի օլիմպիադայից առաջ, որ երկու կազմակերպությունների ղեկավարները եւ World Karate, VKF կարատեի եւ իկաուն Կյոկուշինկայ կարատեի կազմակերպության ղեկավարները համատեղ միավորված դիմում ներկայացրեցին, որը ընդունվեց եւ դե հիշում եք Տոկիոյի օլիմպիադայի ժամանակ փորձնական եղավ կարատեի առաջնություն, նույնիսկ արձանագրվեց առաջի օլիմպիական չեմպիոնը։ Այսինքն ամեն դեպքում սա փաստում է, որ հնարավոր է, որ առաջիկայում դառնա այնուամենայնիվ։ Բայց հետո օլիմպիական կոմիտեն մերժեց կարատե ընդանուր հասկացության մուտքը օլիմպիական ընտանիք
մերժվեց եւ Կիոքշինկայի համար եւ եկավ, որով երկու կազմակերպությունը միասնական էին դիմել։ Այդտեղ բազմաթիվ անհամաձայնություններ եւ անլուծելի խորխորատներ կային կապված կարատեի մրցումնային կարգի եւ օլիմպիական խարտիայի հետ եւ համենայնդեպս առաջիկա տասնամյակների ընթացքում որևէ կարատեի կազմակերպության բախ չվիճակվի օլիմպիական ընտանիքի անդամ դառնալ։ Շիհան, այստեղ մերժումից հետո Շիհան, այստեղ շատ հետևորդներ կարող է ձեզ հակադարձեն, թե թեքվանդոն օլիմպիական մարզաձև է։ Թեքվանդոն կարատե չէ։ Ուզում եմ նաև սրա մասին խոսենք։ Մենք մեր ոդկասթի սկզբի մասում մի փոքր անդրադարձանք, բայց շատերը այդ կիմոնոյով մարզաձևերը ասոցացվում են նույնպես կարատեի։ Ուզում եմ մի փոքր բացատրեք մեր հետևորդներին, թե հենց բուն կարատեն ինչպես տարբերել եւ ինչով է տարբերվում թեքվանդոյից, ձյուդոյից եւ այլ մարզաձևերից, մարտարվեստներից։ Տեսեք, դուք ասացիք կիմոնոյով մենամարտերը ասոցացվում է կարատեի հետ, բայց ֆիքսենք որ ձյուդոն էլ է նույն։ Այո, դա համար նշեցի։ Բայց տեքվանդոյի համազգեստը այդքան էլ կիմոնո չէ, այդքան էլ դոգի չէ։ Բայց ինչ է, տեքվանդոն դա կորեական մարտական համակարգ է եւ իր մարզումային մեթոդիկայով է խիստ տարբերվում կարատեից եւ մրցումնային կանոնակարգով է խիստ տարբերվում կարատեից։ Դա աչքով տեսանելի է, եթե նայեք տեքվանդոյի միջազգային աշխարհի առաջնության մենամարտերը եւ կարատեի աշխարհի առաջնության մենամարտերը, նույնիսկ ոչ Կիոքշինկայի, ասենք VKF-ի աշխարհի առաջնության մենամարտերը տեսանելի տարբերվում են։ Դա մեծ նշանակություն ունի պաշտպանիչ հանդերձանքի առկայությունն ու բացակայությունը։ Տեքվանդոյի մրցումների ժամանակ պաշտպանիչ հանդերձանքի առկայությունը պարտադիր է։ VKF-ի մրցումների ժամանակ էլի պաշտպանիչ հանդերձանք առկա է, բայց համեմատելի չէ տեքվանդոյի հետ։ Կիոքշինկայի կարատեի աշխարհի առաջնությունների ժամանակ պաշտպանիչ հանդերձանք ընդհանրապես գոյություն չունի։ Սա ոչ մասնագիտական աչքով տեսանելի տարբերություններն են ես ֆիքսում, իսկ արդեն մարտավարական հնարքների, մարտական հնարքների ու այդ հնարքների կիրառման գնահատականների առումով ակնհայտ տարբերություն կա, դուք շատ լավ ասացիք, համազգեստը դիտարկելով հնարավոր է տարբերություն չտեսնել, բայց ես կարծում եմ, որ համազգեստից զատ կա բավականին խոշոր արսենալ տարբերությունը նկատելու համար։ Պարոն Մանուկյան, մենք խոսեցինք զինանոցի տարբերության եւ հանդերձանքի տարբերությունների մասին, բայց ես կուզեի մի հարց տալ. Եթե ծնողը պատրաստվում է երեխային տալ Կյոկուշին կարատեի, այստեղ ինչ կրթական ու դաստիարակչական արժեքների վրա պետք է հիմնվի եւ մի փոքր կասեք, որն է Կյոկուշին կարատեի հիմնական արժեհամակարգը ու գաղափարախոսությունը։ Նախ առաջերտին ես ասեմ, որ Կիոքշինկայի կարատեն երեխային սովորեցնի չկոդրվել, չպարտվել ու դժվարությունների առաջ չընկերել։ Դա առաջնային եւ հիմնական արժեքն ու որակն է, որը Կիոքշինկայի կարատեն ընտրող երեխան կստանա։ Իհարկե, հետո կարող եմ թվել եւ կարգապահությունը, եւ հարգանքը մեծերի նկատմամբ, եւ ինգերասիրությունը, եւ ինքնավստահությունը, ուժեղ հոգեբանության առկայությունը, որը ամբողջ կյանքի ընթացքում կուղեկցի իրեն։ Դա եւ ուսման բնագավառում, եւ աշխատանքային բնագավառում, եւ անձնական կյանքի բնագավառում, եւ առօրյա խնդիրների դեպքում դրանք այն որակներն են, որոնք առօրյա կիրառություն եւ առօրյա նշանակություն կունենան։ Պատասխանատվության զգացողության բարձր սանդղակ կձևավորվի անխոս։ Սրանք ես խոսում եմ այն որակների մասին, որոնք բացարձակ կապ չունեն
մարտական հնարքների հմուտ կիրառության կամ սպորտային ձեռքբերումների հետ։ Շատ հետևորդներ կարող է թյուր կարծիք իրենց մոտ ձևավորվել, որ կարատեն կամ մարտարվեստը ինքը իրենով ընդամենը մարդ ծեծելու կամ մարդ վախեցնելու գործիք է, բայց ես իմ փորձով եմ ուզում մի փոքր կիսվել, հենց ինքը բառը մարտարվեստը ինքը իրենից ենթադրում է փիլիսոփայության, որտեղ մարտաձև չէ, հենց կարատեն, կյոկուշինը ինքը մարտարվեստ է, արվեստ կա իր մեջ։ Եվ երբ որ հիշում եմ իմ հաճախած տարիներին, բացի ընթացիկ մարզական առաջադիմությունից, նաև ստուգվում էր մեր կրթական առաջադիմությունը եւ մենք մեր մարզումների ժամանակ տանում ենք մեր օրագրերը եւ եթե վատ գնահատական կար, այդ վատ գնահատականի համամասնություն կար, ամեն վատ գնահատական իր չափով պետք է աներ համապատասխան հրում վարժությունները։ Եթե շարունակական էր վատ գնահատականները, այդ հրում վարժությունները փոփոխվում էին ավելի բարդ տեսակի վարժություններին եւ նույնիսկ մի շրջան վախ կար վատ սովորելու, որպեսզի վատ գնահատական չստանանք եւ ուսուցիչները կարող այդ բանին մտածեն, թե մենք տան արձագանքից ենք վախենում, ոչ մենք վախենում ենք այսպես ասեմ, կարատեն նաև շատ լավ թիմային հոգեբանություն ունի եւ երբ որ դու մտնում ես քո մարզասրահ, այնտեղ մի մեծ ընտանիք է, որտեղ մեկը բոլորը մեկին սկզբունքով է եւ հնարավոր է դիցուկ 2 ժամանոց մարզումը մարզիչը 1 ժամ միայն խոսի ընթացիկ առաջադիմության կարևորության մասին։ Այ հենց այդ է որ շատ հետևորդներ կարող է դա իրենք չմտածեն դրա մասին եւ չընկալեն այդ տեսակետից մարտարվեստը, բայց սիրելի հետևորդներ, մարտարվեստները մարզաձևերից տարբերվում են հենց դրանով, որ հավասարաչափ երեխան եւ ֆիզիկապես է կոփվում եւ ամենակարևորը հոգեպես է կոփվում։ Եվ մի հարց որպես եզրափակիչ մեր այսօրվա զրույցին, Շիհան, ինչպես եք պատկերացնում դուք հայկական կյոկուշինը 10 տարի անց։ Կցանկանայի, որ ավելի մեծ տարածում ունենար Հայաստանի Հանրապետությունում կյոկուշին կարատեն եւ առաջիկա 10 տարիներին լիներ կայուն զարգացման տարիներ, ունենայինք կայուն ձեռքբերումներ միջազգային ասպարեզում, մենք փոքր երկիր ենք, փոքր ազգ ենք, բայց երբ դուրս ենք գալիս միջազգային տատամի, սերտով ենք կրվում, ուժեղ ենք կրվում եւ կցանկանայի, որ առաջիկա 10 տարիներին բոլոր միջազգային տատամիների վրա հայկական կյոկուշինը առաջատար դիրքում լիներ։ Բացարձակ ճշմարտության ուղին այսօր որոնում ենք Շիհան Կարեն Մանուկյանի հետ։ Եթերում կրթությունն այսօր ոդկասթն էր, կհանդիպենք։